Քիչ առաջ լույս աշխարհ է եկել երգչուհի Մաշ Իսրայելյանի և պրոդյուսեր Գարիկ Սաֆարյանի երկրորդ երեխան։ Այդ մասին զույգը հայտնել է Instagram-յան էջում։ Նախ Մաշը նշել է, որ ուղիղ 5 տարի առաջ այս օրը պատրաստվում էր իր հարսանիքին, իսկ այսօր գնում է ծննդատուն իր երկրորդ ճուտիկին բերելու տուն։ Այդ հոլովակից շատ չանցած Գարիկ Սաֆարյանն Instagram-յան հարթակում լուսանկար է հրապարակել և գրել «Բարի գալուստ, պապայի ծաղիկ»։ Գրառումից պարզ է դառնում, որ ծնվել է զույգի երկրորդ աղջիկը։ Դե իսկ մենք շնորհավորում ենք զույգին և ձեզ ներկայացնում նրանց համատեղ հոլովակները։ 5 տարի առաջ այս օրը անում ենք մեր հարսանիքի նախապատրաստական վերջին բաները, որ վաղը պետքա լիներ մեր հարսանիքը։ Այսօր գնում եմ հանդիպելու իմ երկրորդ ճուտիկի հետ։ Ինձ հաջողություն մաղթեք։ Գար հեչ կպատկերացներ, որ 5 տարի առաջ այս օրը մենք կանենք մեր հարսանիքի վերջին շտրիխները։ Աշխատանքները։ Իսկ հիմա այդում ենք այդ աշխատանքների արդյունքի հետ։ Այժմ աստղային այլ նորություններ։ Բլոգեր Քրիստինե Մարգարյանն, ով օրեր առաջ է մայր դարձել, Instagram-յան հարթակում պատմել է ծանր գիշերների, գրաֆիկի և իր պատկերացումների մասին որդու հետ կապված։ Star News-ը ձեզ ներկայացնում է բլոգերի նոր տեսանյութը։ Գիշերվա 3:30 ովքեր քնած, ով արթուն։ Ասում ես։ Ես գիտեի, որ ձեզ նստելու եմ արթուն։ Ասում էի, որ ուտեր, քներ, առավոտ արթնանար իմ հետ։ Հետո նորից իմ հետ ուտեր, մի խոսքով ամեն ինչ իմ հետ։ Այս ինչ է 3:30, սա մի հատ կքնենք, մի 3 ժամ, 6:30 կարթնանանք, մի հատ էլ կուտենք, մի հատ էլ 9:30 կարթնանանք, մի խոսքով։ Հիմա էլ ասած շատ կլինի քեզ, քուրջան, ֆոտո։ Դեն որ ասում մտանել չէ, պրտած մածուն։ Ինձ գրկի։ Ասացի հենա կերավ, հեսա բաբայկանի, հենա չէ, ասաց, հենց հիմա ինձ գրկի։ Բասազում, մի խոսքով նա խոսամ։ Դերասանուհի Աննա Մանուչարյանն իր Instagram-յան էջում պատմել է այն մասին, որ նկարահանվում են նոր նախագծում։ Նոր հեռուստասերիալի նկարահանումների ընթացքից դերասանուհին 3 նոր տեսանյութեր է հրապարակել, ցույց տալով իր կերպարային հանդերձանքները։ Աննան իրեն հատուկ շքեղ ու էլեգանտ կերպարում է, իսկ Star News-ը ներկայացնում է տեսանյութերը։ Նայեք, ամեն անգամ ուզում եմ ինձ նկարել իմ տարատեսակ լուքերով, Էլենը Հարութ Շատյանի Happy Birthday փուչիկով հայտնվում է կադրում։ Ժողովուրդ։ Էլեն, մի քիչ գոնե աջ կանգնիր, խնդրեմ։ Մի հրաշալի շքեղ կին։ Սիրունա, շորը սիրունա երեխեք։ Արի։ Ես չգիտեմ էլ ինչ անեմ, որ քո վիդեոներում չհայտնեմ։ Այդ ասում միշտ, այսինքն ոզ։ Լավ ես ուզում։ Շո, այսքանը։ Ահա։ Լուիզան իր տարբեր հանդերձանքներով, այսօր առավոտից նկարահանում ենք, շատ տեսարաններ ենք նկարել, բայց շատ թեթև անցնում, որովհետև բոլորը տեքստ գիտեն, ոչ մեկը ստոպ չի տալիս, ամեն ինչ կազմակերպված, սենց գեղեցիկ։ Հարթ ընթանում է նկարահանումը, չենք վերջացրել դեռ ունենք տեսարաններ, բայց շատ հավես է, այնպես որ սպասեք, հետաքրքիր է լինելու։ Պարոն Ղազարյանի հետ սուրճ եմ խմում։
Ինչպիսի հրաշալի բախտավորություն։ Ասեմ ավելի նկարահանվում ենք միասին։ Երբեք չեմ հավատում։ Եվ մեր այսօրվա վերջին տեսարանը, իմ վերջին հագուստը, հոգնած ենք, բայց ուրախ ենք։ Շատ լավ աշխատանքային օր ունեցանք, շատ պրոդուկտիվ, հետաքրքիր, կարոտել է իրականում։ Մի խոսքով վերջապես գնում ենք տուն։ Վերջին շաբաթվա ընթացքում համացանցային ամենաքննարկված թեմաներից մեկը սննդաբան Լիլիթ Բասյանի նոր սիրելի ունենալու մասին փաստն է։ Լիլիթն իր Instagram-յան էջում անդրադարձել է քննադատություններին ու հայկական մենթալիտետին, որ այն կինը, որը դժբախտ է, նա բարոյական է։ Սա սխալ կարծրատիպ է, ըստ Լիլիթի։ Առաջարկում ենք դիտել նրա հոլովակը։ Всегда знала, что у нас заложено на генетической основе, что женщина должна быть страдать, чтобы быть порядочной, понимаете? Անքինը ով դժբախտ է, դա բարոյական է։ Դա մեր մենտալիտետի մեջ դրված է, հասկանում եք։ Տարիներ շարունակ, եթե ամուսինը թեկուզ քեզ ծերծել է, մի երկու հատ խփել է, դե ոչինչ, տղամարդը, դա կարելի է։ И нас это вселяли. Нам это давали. Наше общество говорило, что это есть нормой. Дорогие мои, я не раз говорила и смело могу еще раз сказать. Кто не может позволить себе жить так, как он хочет, это ваша личная проблема. А у меня хватает смелости жить самую лучшую жизнь. Со своими взлетами и со своими падениями. Я Лилит, я себе это позволяю. Անդրադառնալով իր անձնական կյանքի թեմային Լիլիթը նոր գրառում է արել ու նշել. Ես կիսվում եմ սիրո իմ պատմությամբ ոչ թե նրա համար, որ ուզում եմ պատմել իմ մասին։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին, ով մի օր լսել է, քեզ հետ ինչ-որ բան չէ արտահայտությունը, դադարի դրան հավատալ։ Ձեզ հետ ամեն ինչ կարգին է։ Պարզապես ձեր կողքին ճիշտ մարդիկ չեն եղել։ Ամուսնալուծությունը խարան չէ, սխալները դատավճիռ չեն։ Դա ընդամենը հոգու փորձառություն է, որն օգնում է ճանաչել ինքդ քեզ եւ մի օր հանդիպել մի մարդու, ում կողքին կարիք չկա ապացուցելու սեփական արժեքը։ Եթե դուք ծնվել եք, ուրեմն ձեր հոգին էլ պատահական չի եկել այս աշխարհ։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրի համար գոյություն ունի նա, ում հետ սերը դառնում է տուն, այլ ոչ թե պայքար։ Իսկական սերը չի փրկում, այն ոգեշնչում է, չի դատապարտում, այլ ընդունում է։ Այն չես կարող գնել կամ վաստակել զոհողություններով։ Սերը ցավ չէ եւ ոչ էլ մշտական փորձություն։ Դա մի վայր է, որտեղ երկու մարդ ամեն օր ընտրում են միմյանց, մնալով ինքն իրենցով։ Եվ եթե այսօր կորցրել եք հավատը, խնդրում եմ, մի կորցրեք այն։ Երբեմն Աստված պարզապես ավելի երկար է մեզ տանում դեպի այն, ինչը իսկապես նախասահմանված է հենց մեզ համար։ Instagram-յան էջում սիրելիի հետ լուսանկար հրապարակելով գրել էր Լիլիթ Բասյանը։